Միացյալ Նահանգները կշարունակի դերակատարում ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով արժանապատիվ եւ տևական խաղաղության հասնելու համար։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կպաշտպանի Հայաստանը ռուսական պոտենցիալ ագրեսիայից հաշվի առնելով Մոսկվայի արձագանքը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։ Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը եւ իհարկե կթողնենք Հայաստանի կառավարության հայեցողությանը մեկնաբանել իր օրենսդրական գործընթացները, նշել է նա։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երևանյան գործիչների հայտարարությունները, թե Պուտինը 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ստորագրելով ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, սուտ են, երբ 1 կամ 1.5 տարի անց Պրահայում կայացած ինչ-որ հերթական Եվրոպական գագաթնաժողովում Փաշինյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 1991 թվականի սահմանները Ալմա-Աթիի հռչակագրի համաձայն, այդ հարցը փակվեց, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պատերազմող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի ամբողջական դադարեցման շուրջ։ Կազմակերպվել է ավելի քան 98,000 խաղաղ բնակչի, այդ թվում մոտ 32,000 երեխայի տարհանումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան։ Աղդամի եւ Լաչինի երթուղիներով ապահովվել է մոտ 300 տոննա մարդասիրական բեռների առաքում։ Խաղաղապահների գործողություններն օգնել են խուսափել ավելի շատ զոհերից։ Ռուս զինվորականները մասնակցել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարմանը, նշում է ՏԱՍՍ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Հայաստանը մեր աջակցության եւ օգնության կարիքն ունի հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղը լքող հազարավոր մարդկանց պատճառով, ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանին այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։ Բանաձևին կողմ է քվեարկել 491 դեմ 9 ձեռնպա 36 պատգամավոր։ ԱՄՆ պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթը անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ ապացույցներ չկան։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության եւ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին։ Մենք տեղում կապ ենք պահպանում իրավիճակի հետ կապված։ Մենք չենք խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց արձագանքելու վայրագությունների մեղադրանքներին եւ պատասխանատվության ենթարկելու վայրագությունների համար պատասխանատուներին, երբ դրանք տեղի են ունեցել, բայց ինչպես միշտ ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու որոշումը հիմնված է կանխամտածված ապացույցների վրա հիմնված գործընթացի վրա։ Այս ամբիոնից վերջնականապես չեմ կարող խոսել այս մասին, ասել է նա։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի եւ այլոց ձերբակալությունները։ Այս մասին ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Չնայած Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսությունը հայերի իրավունքների հարգման եւ պաշտպանության, նրանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի, նշել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը։ Միջազգային քրեական դատարանն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը ստեղծվել է միջազգային հանրությանն անհանգստացնող առավել ծանր հանցագործությունները հետաքննելու եւ դատական հետապնդում իրականացնելու համար։ Եվրամիությունը կոչ է անում բոլոր պետություններին, որոնք դեռ չեն միացել, միանալ Հռոմի ստատուտին, նշված է Ժոզեփ Բորելի հայտարարությունում։ Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ 3 գումարած 3 ձևաչափը արդյունավետ մեխանիզմ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Իրանի դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունն ընդգծում է միջազգային սահմանների պահպանման եւ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, հավելելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները։
ընկերությունները, առանց արտաքին միջամտության։ Նա նաև գոհունակություն է հայտնել Իրանի եւ Հայաստանի միջև աճող հարաբերությունների կապակցությամբ։ Հայաստանը Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի հանդեպ Արցախի դեմ ագրեսիայի հետ կապված, նախազգուշացնելով, որ Բաքուն կարող է շուտով հարձակվել հենց Հայաստանի վրա, եթե Արևմուտքը վճռական գործողություններ չձեռնարկի։ Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Reuters-ի հետ զրույցում թվարկել է հնարավոր պատժամիջոցները, ինչպիսին են ադրբեջանական նավթի եւ գազի գների սահմանափակումը եւ Բաքվի հետ ավելի սերտ հարաբերությունների մասին Եվրամիության բանակցությունների դադարեցումը։ Նա նաև Արևմուտքին կոչ է արել Հայաստանին վճռական օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրառում է Արելիքսի իր միկրոբլոգում, ողջունելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։ Աշխարհն ավելի ու ավելի փոքր է դառնում Կրեմլի ավտոկրատի համար։ Ես ողջունում եմ Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին, գրել է նա։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ օրերս կարող է հասնել 120,000-ի։ Սա մոտավորապես համապատասխանում է հայկական անկլավի ողջ բնակչությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին, գրում է BBC-ն։ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդհանուր թվի գրեթե 1/3-ը երեխաներ են։ Լրագրողներին հայտնել է UNICEF-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա դե Դոմիսիսը։ Մեզ ամենաշատը մտահոգում է այն, որ այս երեխաների շատերը բաժանվել են իրենց ընտանիքներից, ավելացրել է նա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր չէ մոտ ժամանակներս զորքեր ուղարկել Ուկրաինա, չնայած պաշտպանության նախարարի մեկնաբանություններին, որը ենթադրել էր, որ բրիտանական զորքեր կարող են ուղարկվել այդ երկիր վերապատրաստում իրականացնելու համար։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսն ավելի վաղ Sunday Telegraph-ին ասել էր, որ ցանկանում է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա, սակայն Շապսի եւ Սունակի տեսլականները ըստ երևույթին իրար հակասում են եւ վարչապետն ասում է, որ Ուկրաինա բրիտանական զորքեր ուղարկելու անմիջական պլաններ չկան։ Պաշտպանության նախարարն ասել է, որ ապագայում ինչ-որ պահի մենք կարող ենք այդ զորավարժությունների մի մասն իրականացնել Ուկրաինայում, բայց դրանք երկարաժամկետ ծրագրեր են, ոչ թե այստեղ եւ հիմա, ասել է Սունակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների թեմային։ Նա կոչ արել Բրյուսելին հրաժարվել Անկարայի նկատմամբ իր ոչ կառուցողական դիրքորոշումից։ Եթե Եվրամիությունը հրաժարվի իր անդադար դիրքորոշումից առաջին հերթին վիզայի հարցում, ապա կուղի իր սխալները, եթե ոչ, ապա նա կկորցնի քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ ռազմական առումներով մեզնից ինչ-որ բան ակնկալելու իրավունքը, հայտարարել է Էրդողանը։ Երբ արդեն 5 րոպե է անցել եւ դու դեռ $1 միլիարդ օգնություն չես խնդրել, Իլոն Մասկը մեմ է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկարով Ուկրաինայի համար գումար խնդրելու մասին։ Մի քանի ժամվա ընթացքում գրառումը հավաքել է ավելի քան 18 միլիոն դիտում։ Google Yandex քարտեզների վրա հայտնվել է Իլհամ Ալիևի անվան ցայտաղբյուր, այգի եւ ժամանցի վայր։ Խուճապի մատնվել պետք չէ։ Ադրբեջանական ֆեյք ոհմակի զանգվածային հերթական հարձակման հետևանքն է։ Թշնամին ամեն կերպ փորձում է փոփոխել բնակավայրերի, մշակութային կենտրոնների եւ փողոցների տեղանունները, ինչպես սահմանամերձ մարզերում, այնպես էլ Երևանում։ Դեպքեր են եղել, Եռաբլուն են փոխել, Երևանում տարբեր ասցեներ են փոխել, հիմա էլ այդ ընթացքը կա։ Սահմանամերձ շրջաններում է սա միշտ եղել։ Պատկերացրեք, օրինակ, մի քանի 100 հոգով նույն բանն են առաջարկում Google-ին խմբագրել, ենթադրենք օպերան առաջարկում են անունը դնել Էնվեր Փաշայի անվան թատրոն։ Եվ երբ որ միանգամից շատ առաջարկ է գալիս, Google-ում հաճախ տենց առանց ստուգելու վերցնում փոխում են։ Պարզվում է տեղանունների փոփոխությունն ամենևին էլ դժվար գործ չէ։ Բավարար է միայն, որ մոտ 100 օգտատեր նույնաբովանդակ առաջարկ ներկայացնի Google-ին կամ Yandex-ին։ Օրերի որոշ դեպքերում անգամ ժամերի ընթացքում նոր տեղանուններ կհայտնվեն, կամ էլ արդեն եղածների անվանումները փոփոխության կենթարկվեն։ Քարտեզային սերվիսները իրենք կողմից գտում են բարերը, զորերը, ճանապարհները, շենքերը, բայց իրենք չեն կարող իմանալ բոլոր օրինակ խանութները որտեղ են։ Այդ հատվածը Google-ը ասում է մարդկանց, դուք
ինքներդ նշեք տեղը, մեզ ուղարկեք այդ խանութի անունը, նկարներ ուղարկեք եւ այլն, մենք կստուգենք, հավատի նման լինի, կտեղադրենք։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, նաեւ տարբեր երկրների սահմանի հետ կապված անհամաձայնությունների հետ կապված Google-ը մասնակի փակել էր, բայց այսօր էլ կա հնարավորություն Google-ում ինչ-որ բաներ ավելացնել, առաջարկներ ներկայացնել, ասել, որ այսինչը սխալ է, այսինչը ճիշտ, եւ գրեթե միշտ, եթե արվում է համակարգված աշխատանք, հնարավոր է տեղանուներ։ Ամեն բան էլ ավելի է հեշտանում, երբ հակառակ կողմը, այս դեպքում մենք համապատասխան քայլերի չենք դիմում։ Google-ն ու Yandex-ն էլ համարում են, թե խմբագրումները ճիշտ են եւ սկսում են հավանություն տալ, ապա հաստատել փոփոխությունները։ Իսկ ինչ անել նման տհաճ երևույթներից զերծ մնալու համար։ Հայկական կողմից որոշակի հակազդեցություն կա, մարդիկ կան, ովքեր հիմա փորձում են այդ փոփոխությունները հետ վերադարձնել։ Ամեն ինչը շատ արագ հետ վերվեց, բայց դա չի նշանակում, որ էլի չի լինի։ Ոլորտի մասնագետները հորդորում են ակտիվ լինել համացանցում եւ պարբերաբար խմբագրել նշված քարտեզները ճիշտ անվանումներով, իսկ թե ինչպես, փնտրեք YouTube-ում։ Հայաստանում տնտեսական աճի տեմպը շարունակել է նվազել, Համաշխարհային բանկը ներկայացրել է տնտեսական զարգացման ցուցանիշը։ Ակտիվությունը սկսեց թուլանալ հուլիսին, աճը հետ էին պահում արդյունաբերական արտադրանքի ծավալի կրճատումը եւ թուլացած շինարարությունը։ 2023 թվականի առաջին եռամսյակի 11.4% աճի համեմատ առաջին կիսամյակում աճը կազմել է 10.4%։ Ամենաբարձր աճը եղել է առևտրի ոլորտում 23%, ամենացածրը արդյունաբերության ոլորտում 0.5%։ Այս տարվա հուլիսին նախորդ տարվա համեմատ գրեթե կիսվել է Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը։ Փոխարենը կրկնապատկվել է արտահոսքը Ռուսաստանից, սակայն փոխանցումների ընդհանուր ծավալը ցածր է եղել ընդամենը 2%-ով։ Գները աննշան 0.2%-ով նվազել են օգոստոսին, միջին գնաճը իջեցնելով մինչև 3.1%։ Գնանկումը հիմնականում պայմանավորված է եղել սննդամթերքի գների նվազմամբ։ Դրանք նվազել են 4%-ով։ 3 ամսվա գնանկումից հետո 0.7%-ով բարձրացել են տրանսպորտային ծախսերը։ Համաշխարհային բանկը հիշեցնում է, որ սեպտեմբերի 12-ին Հայաստանի կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն հասցնելով 9.75%-ի։ Դրանից հետո ապրանքների արտահանման եւ ներմուծման ոլորտում շարունակվել է գրանցվել երկնիշ ամսական աճ, պայմանավորված առևտրի վերարտահանմամբ։ Ընդհանուր առմամբ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանման եւ ներմուծման ծավալները աճել են համապատասխանաբար 62 եւ 63%-ով։ Օգոստոսին եւ սեպտեմբերի առաջին կեսին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է կայուն, բայց շարունակել է ամրապնդվել ռուբլու նկատմամբ։ Հուլիսին բյուջեն ունեցել է 38 միլիարդ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է նախորդ տարվա հուլիսի պակասուրդը։ Դրա 2/3-ը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից։ Հուլիսին բյուջեն պակասուրդային էր, սակայն հաստատուն եկամտով եւ 87% բարձր կապիտալ ծախսերով։ Ֆինանսական ցուցանիշները Հայաստանում մնացել են կայուն։ Հուլիսին գրանցվել է եկամտաբերության աննշան ավելացում։ Վարկավորման ու ավանդադրման ծավալները աճել են դանդաղ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների բնականon գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Կենտրոնական բանկից հայտնում են, որ շարունակում են իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառվի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները, երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը։ Հայաստանում բենզինի գինը բարձրացել է ներմուծման գնի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքն է։ Հանձնաժողովը պարզաբանել է, որ այս տարվա հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման գինը եղել է 0.41 ցենտ, իսկ սեպտեմբերին 0.8 ցենտ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է 390 դրամի սահմանում, հոկտեմբերին հասել է 414-ի։ Հանձնաժողովը հիշեցրել է, որ բենզինի գինը մշտապես տատանվում է։ Օրինակ 2022-ի հունվարից օգոստոսին ռեգուլյար տեսակի բենզինի գինը եղել է 500-ից 520 դրամ, պրեմիումինը 520-ից 540-ի սահմանում։ Մինչդեռ 2023-ի հունվար-մայիսին ռեգուլյարի գինը տատանվել է 320-ից 350, պրեմիումինը 350-ից 370 դրամի սահմանում։